Խրախուսային երկար սպասված ինտրիգը ընդդիմադիրների համախմբման հանգուցալուծվեց, Մարտուն Գրիգորյանը հայտարարեց, որ ապահովելու է այնքան ձայն, որ Վարդան Ղուկասյանը դառնա քաղաքապետ։ Այս հայտարարությունը ձեզ համար գոհացուցիչ է։ Այո, գոհացուցիչ է։ Փաստորեն հայրաքաղաքը ունենալու է ընդդիմադիր քաղաքապետ, դա ինչ-որ ձևով փոփոխություն կբերի քաղաքի համար։ Քաղաքի համար փոփոխությունը չէ, այս պահին այնքան կարևոր, որքան հանրապետությունում բերելիք փոփոխությունն է կարևոր։ Մենք այդ ձևով ենք մոտեցել։ Հասկանում եք, եւ հիմնականում քվեարկողներն էլ այդ մոտեցումն են ցուցաբերել։ Թե չէ եթե սառը, այսպես ասած, հաշվարկը լիներ այս պայմաններում, այսինքն սառը հաշվարկը ոչ թե ընդհանուր հանրապետական մագարտակի օգուտ ունենալու, այլ զուտ տեղական մագարտակի օգուտ ունենալու, քվեարկության արդյունքը այլ կլիներ։ Այսինքն սրանով Գյումրեցին նաև ցույց է տվել իր մտահոգությունը հանրապետական նշանակության հարցերի, ոչ թե տեղական նշանակության։ Այսինքն մերժել իշխանություններին։ Այո, մերժել իշխանություններին եւ պատրաստ լինել նաև որոշ իշխանության կողմից պատժիչ գործողությունների գոնե փորձելուն, եթե ոչ անելուն, գոնե փորձելուն։ Այսինքն 60%-ից ավել մարդ, ասելա չենք վախենում ձեր պատժիչ գործողություններից։ Հասկանում եք, այնպես որ սա տեղական նշանակության քայլ չի արել Գյումրեցին։ Տեղական նշանակության քայլ աներ, կաներ ձայնը կդար իշխանությանը կամ իշխանամետ որևիցե ուժի, ասել շարից փորձանքից հեռու։ Ուրեմն պետք է հանրապետությունը գնահատի Գյումրեցու արածը, հանրապետական այդ կուսակցությունները, որոնք մեր կյանքը կերան ու քայքայեցին, պետք է հասկանան, որ Գյումրեցին կատարել է համարձակ քայլ, եւ չպետք է մսխեն էս, եւ չպետք է թողնեն Գյումրեցուն միայնակ։ Կարծում եք իշխանությունը սրանից դասեր կքաղի, ինչ-որ ձևով կփոխվի, թե այդուհանդերձ սա կընկալվի որպես թիմ ընտրություններ եւ իմիջիալոց իրենք ասում են, որ մենք չենք պարտվել, ամենաշատ ձայն մենք ենք հավաքել։ Այդպես պետք է ասեն, ինչ պետք է ասեն, բայց դրա համար ասի չէ, եթե հանգարց 50-ից 50%-ից ավել հավաքեն, պատկերացնում եք լեզուների իշկանքի երկարի։ Նրանք ամոթ չունեն, որ որևիցե մի բանի համար, սրանց Արցախի տալն է հաղթանակ, ադրբեջանական ուրեմն զորքերի Հայաստան մտնելն է հաղթանակ, ինչ է որ սա հաղթանակ չհամարեն։ Ադրբեջանի, ասում եմ, Արցախի հայաթափումը մարդը հաղթանակ է համարում, Գյումրիի դիմադրություններն ինչ է որ հաղթանակ չհամարի։ Մարդ պետք է ամոթ ունենա ուղղակի, ամոթ։ Անամոթ մարդուց ամեն ինչ սպասելի է։ Այս պահից սկսած իշխանությունը նաև ասում է, որ, այսպես ասած, կամ գուժում է, որ այս քաղաքապետը կարճաժամկետ է լինելու։ Դա սպառնալիք է, շանտաժ է դա։ Դա պետական շանտաժ է, իշխանական շանտաժ է։ Հանցագործություն է, պետական մագարտակի հանցագործություն է։ Եթե այդ մարդը հանցագործ էր, կամ հանցագործ, հիմա հանցագործությունը գործեց մարտի 30-ից հետո, մինչև այդ չէիք կարող բացահայտել, այդ 7 տարի ժամանակ ունեիք, չէիք բացահայտել, չէիք կարող բացահայտել, եւ ընդ որում այն չի, որ թաքնված էր, ինչ-որ ուրիշ սրբի դիմագի հետևում էր, առաջին օրվանից այն մեղադրանքները, որ այսօր բերել եք ասպարեզ, այդ առաջին օրվանից այդ մեղադրանքները կային։ Բանիկ, իսկ եթե հիմա եք սպառնում, նշանակում է պարզագույն շանտաժիստ եք։ Հերթական էլի անամոթությունը։ Ոնց կարելի է պետական շանտաժով սպառնալ։ Ոնց կարելի է, սա ուղղակի խոսում է այս իշխանությունների կատարյալ, տոտալ անբարոյականության մասին, տոտալ։
Կարծում եք, որ մյուս քաղաքների պես, օրինակ Ալավերդի պես սցենար կլինի նաև Գյումրիում եւ էլի քաղաքում քաոս կառաջանա։ Կփորձեն, կանեն, արդեն իրենց արձագանքի որոշ արձագանքներ, որ կան, արդեն խոսում են այդ մասին, որ ամեն ինչ պետք է անեն։ Չէ, արդեն սպառնում են, չէ։ Ասում են գյումրեցու գլխից մեկ մաս չպետք է հաշվել է, պակասի։ բոլոր գյումրեցի գլխի մազերը հաշվել է, հա։ Կամ եթե պակասի, ինչ պետք է անի։ Չկարելի է դիմանալ, ինչ պետք է անի։ Ինչ պետք է անի։ Չէ, նախ ասողը վարչապետի խոսնակն է, մեր աղջիկն է, հա։ Ինչ պետք է անի։ Ինչ ունի ինքը, իբրև խոսնակ, վարչապետի խոսնակ է, ինչ լծակների է տիրապետում։ Այդ ինչ լծակների է տիրապետում, ոչ մի լծակի չի տիրապետում վարչապետի խոսնակը։ Ներքին գործերն է իրեն ենթակա, ազգային անվտանգությունն է իրեն ենթակա, ուժային կառույցներն են իրեն ենթակա։ Կամ ինքը մեր բոլոր գյումրեցիներից մազերը հաշվել է, որ իմանա պակասեց, թե չպակասեց։ Մարդ պետք է հասկանա, հալելի եմ ասում, մեր աղջիկն է։ Բայց պետք է հասկանաս ինչ ես ասում։ Այդպիսի բան նույնիսկ ներքին գործերի նախարարը ասի արդեն սխալ է։ Ինչ իմանամ։ Էլուր մնաց վարչապետի խոսնակ։ Վարչապետի խոսնակի գործն է դա։ Կպակասի կամ չի պակասի։ Այդ ձեր օրոք որ պակասում էր մազը գյումրեցու մազը, ինչ էի կանում։ Այս 7 տարվա մեջ գյումրեցու ոչ մի մազ չի պակասել։ Ամեն ինչ լավ է եղել։ Չի կարելի։ Հասկանում եք, եթե դուք դեմոկրատիկ բաստիոն եք, ժողովուրդը սենց է քվեթը, վերջ։ Հարգեք եւ հարգեք։ Էլ ինչ մեկնաբանություններ, քրյա օլիգարխիկ համակարգը շահեց, կոմունիզմը շահեց, ռուսակրեմլը շահեց, չգիտեմ ինչը շահեց, այն ինչը շահեց։ Այս ինչ մեկնաբանություններ են։ Նախկինները շահեցին, չգիտեմ ովքեր շահեցին։ Այդենց կասեն, բայց հետո պետք է ցույց տան իրենց իրական գույնը, չէ՞։ Հիմա եթե առաջին իսկ օրվանից նման հռետորաբանություն կա, կստացվի արմատական ընդդիմություն են դառնում իշխանությունները փաստորեն քաղաքապետարանում, ընդդիմության եւ արդեն իշխանության գործողությունները քայլեր կստացվեն։ Ուրեմն քաղաքը եւ քաղաքային իշխանությունը չի կարող ընդդիմադիրի կեցվածք ունենալ կենտրոնական իշխանության նկատմամբ։ Որքան էլ որ ընդդիմությունը հաղթել է, ինքը չի անջատելու Գյումրին Հայաստանի Հանրապետությունից, անկախություն չի հռչակելու։ Ինչպես Վարդան Ղուկասյանը շատ ճիշտ ասեց, ես սուբորդինացիան պահելում եմ։ Եվ այո, սուբորդինացիան պիտի պահվի, քանի դեռ Երևանը քայլ չի արել, չի հեռացրել այս իշխանությանը։ Այնպես որ չգիտեմ, պատերազմական վիճակ չի լինելու, չենք բարիկադներ չենք կառուցել այստեղ Գյումրիում եւ ասին կենտրոնական իշխանությանը չթողնեք մտնի, դες բան չկա։ Կենտրոնական իշխանությունը, այո, դեռ ԿՊ-ական իշխանություն է, այսօրվա ընդդիմությունը, որ գալիս է իշխանության Գյումրիում, այո, պետք է այնքանով, որքանով անհրաժեշտ է քաղաքի համար, պիտի շփվի եւ գործակցի կենտրոնական իշխանության հետ։ Նույնիսկ հեղափոխական իրադրության պայմաններում պետք է անի, այն ինչ որ իր գործն է։ Այստեղ որևիցե տարօրինակ բան չկա։ Այնպես չի որ դրա համար ես ժամանակին էլ այդպես ռադիկալ ընդդիմություն գոյություն ուներ, որ հա երբ որ քաղաքային իշխանությունը վերցնենք, չենք շփվելու, բարև չենք տալու, չենք դիմավորելու, չենք մանկամտություն է։ Ես այդպես չեմ հասկանում ընդդիմությունը։ Եվ լավ է, որ հաղթող տեխնազուն, որ պետք է լինի քաղաքապետ, ինքն էլ է դա հասկանում, որքան էլ որ ինքն էլ է սուր ռետորիկա օգտագործում կենտրոնական իշխանության դեմ, բայց ասում է, որ սուբորդինացիան պետք է պահվի, քանի դեռ Երևանը իր լուրջ խոսքը չի ասել, կամ հանրապետությունը չի ասել։ Գյումրին չի կարող դառնալ ընդդիմության կղզյակ այդ իմաստով, բարիկադավորվել, կենտրոնական իշխանությանը թույլ չտալ մտնել այսպիսի բան մտքով, որևիցե մեկի մտքով չի կարող անցնել։
Սրբազան, բայց ես գյումրեցիներից մտահոգություն եմ լսել, որ եթե ընդդիմությունը հաղթում է, հնարավոր է, որ կենտրոնական իշխանությունը Գյումրիի հանդեպ վերաբերմունքը վատ առումով փոխի։ Այսինքն Ես նույն բանը չասի, աղջիկ։ պատժի։ Ես նույն բան, ես պատժիչ գործողություն չասի։ Պատժի, տեսեք, ծրագրեր չիրականացնի այդ Ապրես, առումով։ բայց որ ասում են պատժիչ գործողություն, դու ինչ ես հասկանում, անպայման քաղաքապետին բռնեն տանեն, մենակ դա ես հասկանում։ Ամեն ինչ սաբոտաժ են անելու, քաղաքապետարանի բոլոր դիմումները, բոլոր այն կենտրոնական կառավարության հետ կապված խնդիրները, դոտացիայի հարցով, չգիտեմ, սուբվենցիայի հարցով, սրա հարցով, նրա հարցով։ Ստացվում է քաղաքը տուժեց ընդդիմության հաղթանակով։ Քաղաքը կարող է տուժել, դրա համար ես ասի, որ չես լսում ինչ եմ ասում։ Ուրեմն Գյումրեցին արեց համարձակ քայլ։ Ինքը վտանգեց իր սեփական բարեկեցությունը հանուն Հայաստանի Հանրապետության։ Դրա համար դուք պետք է հասկանաք այն համարձակ խիզախ քայլը, որ արեց Գյումրեցին, եւ պետք է սկսեք գործընթաց նաեւ Երևանում։ Այլապես այո, եթե դա չսկսվի, դրանք դարձյալ կհղպանան այնտեղ եւ կսկսեն պատժիչ գործողություններ գյումրեցիների նկատմամբ։ Այսինքն դուք ասում եք, որ պետք է ազդակ լինի եւ շարունակվի process-ը իշխանափոխության Այո, նաեւ իհարկե, ընդդիմություն կոչվածը կամ պետքա թողնի ասպարեզը գնա, ինչ որ ասում եմ, ձևավորվի նոր ընդդիմություն, կամ լուրջ պետք է գործանի։ Թե չէ, իրոք, եթե սրանք առաջիկա 1-2 ամսում չտեսան process, հերթական անգամ կլկտիանան, հերթական անգամ կհղպանան եւ կսկսեն վրեժ լուծել։ Եվ այդ վրեժ լուծելու արդյունքում շատ հնարավոր է շարքային գյումրեցին գլխին տա, ասի ես ինչ սխալ բան արեցի, հասկանում ես։ Եվ իրենք հասնեն իրենց նպատակին։ Իսկ դա անհրաժեշտ է որ չլինի։ Դա արդեն ձեր Այսինքն կրկին իշխանափոխություն պետք է սկսվի Գյումրիից, ինչպես ժամանակին 18 թվականին էր 18 թվականին իշխանափոխությունը չի սկսել Գյումրիից։ Այդ մի հոգին մենակ քայլել է Գյումրիից։ Գյումրի խաբարը չի եղել, որ այդ մարդը քայլում է։ Գյումրին մի վերագրեք դա։ Գյումրին հեշտ կապ չունի իր քայլելու հետ։ Ոչ մի կապ, ոչ մի առնչություն չունի։ Այս հրապարակում կանգնել է ուղիղ եթեր է մտել մենակ, ասել է քայլում եմ, քայլել է մենակ։ Եվ մինչև ջաջուր մենակ է եղել։ Գյումրին չվերագրենք։ Չէ, Գյումրին այն 18 թվի իշխանափոխության հեղինակը չի։ Ոչ։ Մարտուն Գրիգորյանը իր հայտարարության մեջ ասում էր, որ շատ բարդ է տրվել իրեն այս որոշումը։ Դուք ինչ որ ձևով կարողացել եք այս ընթացքում այդ որոշման վրա ազդել։ Ազդել ասելը Աջակցել ինչ որ հայտարարություններին։ Ազդել բառը չէի օգտագործի, մենք մնայուն միշտ այս բոլոր տարիների ընթացքում երկար տարիների մտերմություն ունենք եւ հարգանք, այո, մենք բազմիցս խոսել ենք այս օրերի ընթացքում, քննարկել ենք բոլոր հնարավոր տարբերակները, հնարավոր լուծումները, հնարավոր վտանգները, հնարավոր զարգացումները, ես անշուշտ ցանկանալով ցանկացել եմ, որ նաև հանդիպում կարողանամ կազմակերպել իր եւ Վարդան Ղուկասյանի, այդ հարցում չենք հաջողվել, բայց ի վերջո այս լուծումը, որ կա, այո, այս լուծումը նաև կարծում եմ լավագույն լուծումն է։ Բայց հեղինակը անշուշտ լուծման ինքն է, ազդել ես այդ բառերը չէի օգտագործի, քննարկել ենք բոլոր տարբերակները, այո, բոլոր հնարավոր զարգացումները, բոլոր հնարավոր եւ անհնար տարբերակները քննարկել ենք։ Լավագույն։ Տեսակետ կա, որ քանի որ ընդդիմադիրները շատ բարդ միմյանց հետ համագործակցին նկատի ունենալով Մարտուն Գրիգորյանի եւ Վարդան Ղուկասյան, ասում են, որ որոշումներն էլ հետագայում կայանալու համար խնդրահարույց իրավիճակ կարող է ստեղծվել։ Այս դեպքում ամեն անգամ պետք է բարդ տրվեն այդ որոշումները։ Դե կապրենք, տեսնենք, դե այն հարցերը, որոնք ավագանու լիազորության մեջ են, գդրվեն հարցերը, կքննարկվեն, քննարկման այդ ընթացքում կերևա, ով կբոյկոտի, ով սաբոտաժ կանի,
Պարզ է, որ իշխանությունը սաբոտաժ է անելու եւ բոյկոտելու է, ինչպես արեց նախորդ տարիներին, հա, էլի պիտի փորձի նույնը անել, եւ այսօրվա նոր իշխանությունը պետք է որ պատրաստ լինի դրան, որովհետեւ արդեն տեսել է, թե նախորդ ոչ ԿՊ-ական իշխանությանը ինչպես հասցրեցին հրաժարականի իրենց սաբոտաժով եւ բոյկոտով, հետո էլ մեղադրեցին, թե թողեցին քաղաքը անտեր եւ հեռացան։ Անամոթ մարդիկ են, անամոթ։ Հիմա ես էլի ասել եմ, էլի ոչ բոլոր ԿՊ-ականներն են վատը, բայց ընդհանուր որքան վատ, այնքան հաջողակ ԿՊ-ում, հասկանում ես։ Էս է սկզբունքը։ Ով ջանում է առավել վատ երևալ, նույնիսկ վատ չլինելով, հա, հաջողվում է։ Որովհետև վատն է իրենց համար լավը։ Ինչքան վատն ես, այնքան լավն ես։ Ինչքան ավելի բարձր ես սուտ խոսում, ինչքան ավելի լեկտի սուտ ես խոսում, այնքան լավն ես։ Կարելի է մարդկանց հասցնել հրաժարականի, սաբոտաժ անել, ասել թողեցին քաղաքը անտեր, անօգնական գնաց, աստիճան։ Իմիջիալս նախկին իշխանության Սամվել Բալասանյանի հետ որևէ կապ կա իրենց իր հետ կապված քրեական գործեր կան, տղաների հետ կապված, ինչ տեղեկություններ ունեք եւ ասում են առողջական վիճակի խնդիր ունի նաեւ Բալասանյանը։ Ես կապի մեջ եղել եմ, այս ընթացքում բավական ժամանակ չենք եղել կապի մեջ։ Այո, ինքը առողջական խնդիրներ ունի, առողջություն իրեն։ Ինքը իր հայտարարության մեջ էլ ասել է, որ ինքը պատրաստ է վերադառնալու։ Հնարավոր է, որ կվերադառնա եւ կդիմագրավի այն մեղադրանքներին, որ իրեն արվում են։ Մենք շատ լավ հարաբերությունների մեջ ենք եղել բոլոր իր իշխանության տարիներին եւ նաեւ այս Բալասանյան Դաշինկով ընտրված Վարդգես Սամսոնյանի հետ այս բելի փոխադարձ հարգանքը կա, շատ բարձր մագարտակի։ Ես ցավում եմ, որ այդպես ավարտվեց Բալասանյան Դաշինքի։ Ես իրենց զգուշացրել էի, ամենասկզբում էլ իրենց ասի, որ պետք չէ ԿՊ-ի հետ կոալիցիա կազմել, չարժի։ Իրենք բայց փորձեցին։ Ասեցին փորձը փորձանք չի, բայց փորձը փորձանք եղավ։ Այնպես որ Բալասանյանին առողջություն մաղթենք այս պահին։ Եվ իր որդիներին էլ հաջողություն մաղթենք։ Ամփոփելով Սրբազան, այս պահին ինչ մտահոգություն ունեք, մասնավորապես իրավիճակից ելնելով, ճիշտ է ստացվեց ընդդիմադիրների համախումբը, բայց զգուշավոր կարծես թե բոլորի մոտ լավատեսություն կա, թե կառավարումը ինչպես կստացվի։ Ուրեմն Վարդան Ղուկասյանը կառավարման փորձ ունի, 13 տարի քաղաքը ղեկավարել է։ Այդ 13 տարիներին ես գոհ չեմ եղել իր ղեկավարումից։ Դա հայտնի բան է։ Հասկանում եք, իր ղեկավարելու ձևից, մեթոդներից, կերպերից գոհ չեմ եղել։ Գոհ չլինելը շատ մեղմ է շատ մեղմ արտահայտություն է։ Դրա համար ես շատ հաճախ ասում եմ, որ մեր հարաբերությունները շատ փոթորկոտ են եղել։ Ես հուսով եմ, որ ինչպես ուրիշ տեղ էլ ասեցի, բայց դեռ դա եթեր չի հեռարձակվել, Վարդան Ղուկասյանը արդեն 60-անց մարդ է, ինչպես ես, արդեն իմաստնացած 40-ամյա Վարդան Ղուկասյանը չի 50-ամյա, ոչ էլ նույնիսկ 30-ամյա Վարդան Ղուկասյանն է։ Հուսանք, որ նաև հիմա իրավիճակ է փոխվել, այն ժամանակ կառավարման ձևը նույնը չէ, ինչ հիմա ավագանուն ավելի լայն լիազորություններ են տրված, քան այն ժամանակ։ Եվ հետևաբար նախկին ձևով, նախկին մեթոդներով ղեկավարել քաղաքը հնարավոր չի լինի։ Ես կարծում եմ, որ Վարդան Ղուկասյանը պետք եղած ուրեմն փոփոխությունները, որոնք անհրաժեշտ են քաղաքը օպտիմալ ղեկավարելու համար, կանի իր նախմտքում, հետո իր վարքում։ Եվ
այս փափուկ պայմաններում, ինչպես ասի, այս դեռս այս վիճակի շատ փափուկ պայմաններ են, որովհետև կենտրոնական իշխանությանը հագարակ լինել, դա արդեն լուրջ իմաստություն է պահանջում, որպեսզի ոչ շիշը վառի, ոչ խորովածը։ Եվ իրեն այդ իմաստությունն ենք մաղթում, որ կարողանա քաղաքը ղեկավարել այդ իմաստով, մենք էլ պատրաստ ենք ամեն կերպ մեր կարողության սահմաններ։ Ես ցանկություն չունեմ, ասեմ ձեզ, բացարձակապես ոչ միջամտելու, ոչ բան։ Ինձ չէ, ես եկան գործեր ունեմ եկեղեցական։ Մարդիկ կարծում են, թե ես եկեղեցու գործը թողած այս գործերով եմ զբաղվում, այդպես չի։ Բայց պատրաստ եմ օգնելու։ Իսկ մնացած ընդդիմության ներկայացուցիչներին էլ կմաղթեի, որ անձնական հարցերի չվերածեն, այլ ամեն հարցի ժամանակ էլի իրենք էլ ունենան իմաստությունը, հեռատեսությունը, օպտիմալությունը, դե ԿՊ-ին բան չեմ ասի, նրանք սաբոտաժ անելու են, դրանում կասկած չկա, ասեմ էլ չեն լսելու, որովհետև իրենք ուրիշ մեսիա ունեն, ուրիշ փրկիչ ունեն, որին լսում են։ Բայց ընդդիմադիր մյուս թեկնածուները, որ չեն ստացվում որևէ պաշտոն, չեն ուզում, դա արդյոք չի մեծացնում պատասխանատվությունը Վարդան Ղուկասյանի եւ արդյոք ճիշտ է, որ չեն վերցնում որևէ պաշտոն։ Իրենց որոշումն է, հիմա հով վերցնեն, Վարդան Ղուկասյանը պատրաստ է ասել, որ քաղաքապետ, փոխքաղաքապետից բացի պատրաստ է որևիցե պատասխանատվություն իրենց տալ, հա։ Ուզում են կվերցնեն, չեն ուզում չեն վերցնի, բայց գոնե այսինքն չխանգարեն մարդկանց աշխատել, չեն ուզում վերցնել, հասկանալի, չեն ուզում պատասխանատվության տակ մտնել, հարաբերություններն էլ բարդ են, այդ էլ հասկացանք, բայց չմտնելն ուրիշ բան է, խանգարելն ուրիշ բան է, չեն մտնում, թող չմտնեն, բայց թող չխանգարեն։